Ողջույն, Ֆորտունա եթերում թղթապանակ հավելվածն է։ Թղթապանակի հավելվածում այսօր իմ զրուցակիցը Ուժեղ Հայաստան կուսակցության Վանաձորի գրասենյակներից մեկի ղեկավար Տիգրան Բադոյանն է։ Բարև ձեզ, պարոն Բադոյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ այս զրույցի համար։ Պարոն Բադոյան, մենք այսօր խոսելու ենք Ուժեղ Հայաստանի տնտեսական 5 քայլերի մասին, բայց ամենից առաջ ուզում եմ նպատակը հասկանալ, ինչ նպատակ ունի այս համապարփակ նախաձեռնությունը եւ քայլերի շարքը։ Շատ լավ։ Նախ ասեմ, որ տնտեսական 5 քայլերը հենց Ուժեղ Հայաստան ունենալու հիմքն են, որովհետեւ ուժեղ տնտեսական քայլերը ենթադրում են ուժեղ պետություն, ուժեղ երկիր ունենալը։ Որքանով տնտեսությունը ուժեղ է, այնքանով նա կարող է, զարգացող է, այնքանով եւ պետությունը ուժեղ է լինելու։ Դրա համար Ուժեղ Հայաստան կուսակցությունը առաջարկում է Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որը մենք ներկայացնում ենք մեր հասարակության լայն հատվածներին։ Բարի, մենք դեռ քայլերի մասին կետ առ կետ կխոսենք ու կմանրամասնենք, բայց ինչով է ձեր թիմը իրատեսական համարում եւ ինչի հետ է կապված այդ իրատեսական լինելը եւ վստահությունն այդ քայլերի իրականացման շուրջ։ Մեր հասարակությունը շատ լավ գիտի, որ Սամվել Կարապետյանը իր գործունեության տարիների ընթացքում ինքը տնտեսական շատ լուրջ եւ հսկայածավալ գործունեություն է իրականացել, ինչի արդյունքում ունեցել են շատ ու շատ հաջողություններ, արձանագրված տնտեսական շատ փայլուն ցուցանիշներ եւ այդ տնտեսական քայլերի ծրագրերի հիմքը հենց հանդիսանում են այդ հաջողությունների շարունակությունը եւ վստահեցնում եմ, որ Սամվել Կարապետյանը իր փորձով, իր անցած տնտեսական ճանապարհով ինքը վաստակել է այն վստահությունը, որ ինքը ի վիճակի է եւ կարող է այդ տնտեսական ծրագրերը իրականություն դարձնել։ Որտեղից է գալիս այդ վստահությունը։ Վստահությունը գալիս է Սամվել Կարապետյանի անցած ուղուց։ Եվ արդեն երևի թե կետ առ կետ անցնենք, հա, ձեր թույլտվությամբ քայլերին։ Առաջին քայլով Ուժեղ Հայաստանը առաջարկում եք 300,000 աշխատատեղ, որը բավականին մեծ թիվ է եւ հավակնորդ թիրախ է։ Ինչպես եք իրականացնելու եւ ինչ հաշվարկն ենք հաշվի առնելով նաեւ տնտեսական վերլուծությունները, եթե կարող ենք մեր հանրությանը ներկայացնել փոքր-ինչ բաց թակագծեր։ Մեր հանրությանը ներկայացնելիս շատ կարեւոր է այդտեղ մի կարեւոր բան, երբ որ մենք ասում ենք 300 աշխատատեղ, հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում։ Մենք տեսնում ենք, որ մեր մարզերում շատ ու շատ մարդիկ արժանապատիվ աշխատանք ունենալու կամ առհասարակ աշխատանք ունենալու խնդիր ունեն։ Դրա մասին վկայում են բազմաթիվ ժողովրդագրական ցուցանիշներ, գործազրկության մակարդակ, արտագաղթի ցուցանիշներ, դրա մասին են վկայում ժամանակավոր արտերկրյա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիները։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ այսօր խնդիր ունեն առօրյա աշխատանքի, առօրյա եկամուտներ ստանալու, արժանապատիվ աշխատանք ունենալու, ինչի արդյունքում կարող են լուծել իրենց ընթացիկ սոցիալական խնդիրները կամ այսպես ասած հանապազօրյա հացի խնդիր ունեն։ 300,000 աշխատատեղ հատկապես մարզերում ծրագիրը ենթադրում է ստեղծելու պայմանների արդյունքում նաև աշխատատեղեր, որոնք մեր ազգաբնակության համար կլինեն հասանելի։ Մարդը չի մտածելու թողնելու իր առօրյա ուրեմն գործունեությունը իր համայնքում, իր կեցավայրից, գնա աշխատանքի եւ կտրվելով իր ընտանիքից, կտրվելով իր երեխաներից, ծնողներից, գնա վաստակի հետ գումարները դրսում եւ վերադառնալով Հայաստան նորից մտածի հետ գնալու եւ դրսում վաստակելու։ Մենք խնդիր ենք դնում, որ 300,000 աշխատատեղերը ստեղծելը իրատեսական է, նրանց աշխատատեղերի շուրջ 80,000 եւ ավելին դրանք լինելու են արդյունաբերական ոլորտում։ Դուք բազմաթիվ հանդիպումների ժամանակ լսել եք, որ մենք ներկայացնում ենք գործարանների կառուցման, հիմնման, նոր վերամշակվող գործարանների առաջացման հարցը, ինչի արդյունքում մենք առաջարկում ենք մեր հանրությանը լրացուցիչ 80,000 եւ ավել աշխատատեղեր։ Այսպես ասած, դրանք արդյունաբերության ոլորտում։ 300,000 աշխատատեղերը հատկապես մարզերում իրատեսական են այնքանով, որ Սամվել Կարապետյանի միջազգային կապերը, հնարավորությունները, փորձը եւ այն թիմը, որն աշխատելու այդ ուղղությամբ,
ամեն պայման ստեղծելու են, որպեսզի մեր մոտ կան խոշոր ներդրումների արդյունքում կձևավորվեն տարբեր ձեռնարկություններ եւ կազմակերպություն, ինչի արդյունքում մենք ունենալու ենք այս նշված թիվը։ Հաջորդ քայլի մասին անդրադառնալով, ծրագրում նշվում է փոքր բիզնեսի ազատումը շրջանառության հարկից։ Պարոն Բադան, սա որքանով է իրատեսական հաշվի առնելով, որ արդյոք պետությունն այս կերպ որևէ բեռի տակ մտնում է եւ պետբյուջեի մուտքերի եւ ելքերի խնդիրների մենք կբախվենք այս քայլով, թե չէ։ Դուք ինչ եք առաջարկում։ Ուրեմն երկրորդ կետը զերո հարկ փոքր բիզնեսի համար ծրագիրը պատահական չի ընտրված, դա հետազոտությունների, ուսումնասիրությունների, տարբեր ցուցանիշների համադրության արդյունքում ներկայացվող ծրագիրն է։ Փոքր բիզնեսը տարեկան շուրջ 100 եւ մի փոքր ավել միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսն է եւ 2025 թվականին մինչեւ աշնանը կազմում էր շուրջ 5%, այսինքն փոքր բիզնեսը վճարում էր 5% շրջանառության հարկ եւ 2025 թվականի աշնանը գործող կառավարությունը որոշում կայացրեց եւ այդ շեմը կրկնապատկեց հասնելով 10%-ի։ Փոքր բիզնեսի համար շատ մեծ բեռ է դա եւ պաշտոնական ցուցանիշները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում մի քանի հազար, շուրջ 3000 տնտեսվարող դադարեցրեցին իրենց գործունեությունը հարկային այդ բեռի ավելացման պատճառով եւ Հայաստանի Հանրապետությունում փոքր բիզնեսով է զբաղվում շուրջ 122,000 ձեռնարկատեր, որից շուրջ 69-70 հազարը տեղավորվում են այդ 10% շրջանառության հարկի տիրույթում։ Մենք առաջարկում ենք, որ այդ բոլոր տնտեսվարողները, որոնք գտնվում են այդ հարկատեսակի տիրույթում, ազատվելու են հարկերից, վճարելու են զերո հարկ, չեն տեսնելու հարկային տեսուչի, չեն ունենալու որևէ խնդիր հարկերի վճարման կամ լրացուցիչ բեռի ավելացման առումով եւ դա խթանք հանդիսանա լուրջ, որպեսզի նրանք իրենց գործունեությունը ավելի զարգացնեն կամ նորաստեղծ բիզնես ծրագրերը իրականություն դառնեն։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքային մասը հարկային եկամուտների այն ծավալը, որը մենք ներկայացնում ենք 70,000 հարկատուների մասով, կազմում է շուրջ 2.5-3%, այսինքն 70,000 հարկատուները, որոնք վճարում են այդ հարկատեսակը, բյուջեի մուտքերի ընդամենը 2.5-3%-ն է։ Եվ վստահեցնում եմ ձեզ, որ էական ազդեցությունը բյուջեի մուտքերի վրա չի ունենալու զերո հարկ կիրառելու դեպքում, որովհետև նախորդ քայլը 300,000 աշխատատեղերը երբ որ ստեղծվեն որոշակի ներդրումների եւ գործարանների հիմնման արդյունքում, դուք նույնպես պետք է հաշվի առնենք, որ նրանք դառնալու են նաեւ խոշոր հարկատուներ եւ այն բեռը, որը բաժին է ընկնում փոքր բիզնեսին, դրա կարիքը չի լինելու։ Նրանց թողնելու ենք 0% հարկի տիրույթում։ Իսկ մեծ բիզնեսը այս դեպքում չի դժի տրոհման խնդրի չեք բախվում։ Չէ, մեծ բիզնեսը չի դժելու, մեծ բիզնեսը շարունակելու է վճարել իր հարկերը, այն 2-3% է բյուջեի մուտքերի, որը մենք առաջարկում ենք, որպեսզի այս ձեռնարկությունները 0%-ով վճարեն, փող լրացվի, ապագայում ստեղծվող այն բոլոր գործարանների եւ տնտեսվարողների կողմից, որոնք ներդրումների եւ նոր աշխատատեղերի ստեղծման արդյունքում ի հայտ են գալու։ Բարի, Եվ մեկ կարևոր բան ասեմ ձեզ, որ 0% հարկ վճարողների այս ծրագրում ընդգրկվել են մեր հասարակության մեջ տարատեսակ ձեռնարկությունները, փոքր բիզնեսները, օրինակ դրանք են կարի արտադրամասերը, մեքենաների ցեղսպասարկման կայանները, հացի փռերը, հրուշակեղենի հետ արտադրությամբ զբաղվող փոքր ձեռնարկությունները, կրթական տարբեր ծրագրերով զբաղվող անհատ ձեռնարկատերերը, որոնք տեղավորվում են շրջանառության այդ տիրույթում։ Շատ բարի։ Տեղորայքի մասով էլ խոսենք, տեղորայքի 20% էժանացում ինչպես է ապահովվելու։ Մենք այնպիսի երկրում ենք, որը միջազգային շուկայի հետ ունի ուղիղ կապ, ինչպես է ձեզ հաջողվելու այդ գները իջեցնել։ Նախ ասեմ, ինչպես են ձևավորում տեղորայքի այն բարձր գները, որը ստիպված է վճարել մեր հասարակության ցանկացած անդամը։ Մենք գիտենք, որ այսօր
հիմնականում մեր թոշակային տարիքի մեր բնակիչները ստանում են միջինը 50,000 դրամ թոշակ, որը բավականին քիչ գումար է, որպեսզի նա կարողանա դեղորայք գնի եւ դա գնի մշտապես։ Մենք բոլորս գիտենք, որ դեղորայքերի գները մեզ մոտ դեղորայքի գները բավականին բարձր են։ Այն նույն Վրաստանի Հանրապետությունը, որը գտնվում է մեզ հարևանությամբ, դեղորայքի գները շեշտակի տարբերվում են Հայաստանի։ Տարբերվում են էժանության առումով եւ բազմաթիվ քաղաքացիներ մեր գնում են Վրաստանից, գնում են առաջին անհրաժեշտության իրենց ամենօրյա օգտագործման դեղորայքը ավելի էժան գներով, ոչ թե 20%, 20, 30, անգամ 40 եւ ավել եւ ստիպված են կտրելու այդ ճանապարհը, գնալու հասնելու Վրաստանի Հանրապետություն եւ ձեռք բերել նույն դեղերը ավելի էժան գներով։ Վրաստանի Հանրապետությունը ունի շատ հաջողված փորձ դեղորայքի գների զսպման, վերին շեմի սահմանման պետության կողմից քաղաքականության առումով եւ այդ հաջող փորձի կիրառումը նաեւ մենք իրատեսական ենք տեսնում Հայաստանում, այնտեղ մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, որ դեղորայքը երբ որ բերվում է Հայաստանի Հանրապետությունից, կրկնակի անգամ գրանցման խնդիր է ունենում այդ դեղորայքը, ինչը մենք համարում ենք, որ Վրաստանի փորձի կիրառման արդյունքում կարելի է մեզ մոտ նույնպես դեղերի մակարդակը, գների մակարդակը իջացնելով ոչ թե 20%, այլ 20%-ը դա ամենավերին շեմն է, որին կարելի է հասնել։ Մենք կարող ենք իջեցնել մինչև 20%, 25%, 30% եւ այդպես շարունակ։ Մենք դա անպայման անելու ենք Վրաստանի փորձի կիրառման արդյունքում։ Բարի։ Գյուղմթերքի երաշխավորված մթերում ձեր քայլով ինչպես եք գործարկելու եւ ինչ ծրագրային հիմք կա ու իրատեսականությունը ոնց մեկնաբանեք այս կետով։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը գյուղատնտեսության առումով բավականին զարգացած երկիր է։ Մենք ունենք բազմաթիվ համայնքներ, բազմաթիվ տարածաշրջաններ, որոնք ինտենսիվ զբաղվում են գյուղատնտեսությամբ այս կամ այն ճյուղով։ Անցնենք գյուղատնտեսության այն ուղղությանը, օրինակ խաղողագործությանը, վերցնենք այդ ոլորտը։ Մենք շատ ենք տեսնում դեպքեր, երբ որ մեր հարգելի ֆերմերային տնտեսությամբ կամ գյուղացիական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները տարեսկզբին խնդիր են ունենում հողերի մշակման, իրենց ցանքսատարածքները համապատասխան ուրեմն միջոցներով կամ նյութերով հագեցնելու, վերջում բերք ստանալու եւ այդ բերքը իրացնելու։ Այսինքն այն շղթան, որը սկսում է գարնան ժամանակահատվածից մինչև աշնան ժամանակաշրջան ունի որոշակի փուլեր։ Առաջինը բերքը հավաքելուց մեր գյուղացիները կամ գյուղացիական տնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիները ունենում են խնդիր, թե ինչ գնով կարող են այն իրացնել։ Շատ են լինում դեպքեր, երբ որ գների իջացման պայմաններում կամ շատ ցածր մթերման գների սահմանման պատճառով մեր գյուղացին կանգնում է փախստի առաջ, որտեղ որոշակի ներդրում է կատարել։ Հաջորդը բերքը իրացնելու առհասարակ ուր է տանում այդ բերքը։ Չգիտեմ, տեղափոխման առումով ասում են Լարսը փակվել է, ճանապարհը 1 ամիս, ասենք, շարունակ կարող է չաշխատել։ Կոմունիկացիոն տարբեր խնդիրներ է ունենալու, բերքը տեղափոխելու խնդիր է ունենալու։ Մենք առաջարկում ենք հենց տարեսկզբին մեր գյուղացիական տնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին կնքել պայմանագիր, պայմանագրում սահմանել հստակ այն գինը, որը բերքի հավաքագրման արդյունքում մենք նրան վճարելու ենք որպես պետություն։ Եվ որպեսզի այդ հավաքագրված բերքը չմտածի քաղաքացին ուր է տանելու, ոնց է տանելու, հենց տեղերում հիմնել մթերման կայաններ, որոնք լինեն այն երաշխավորը, որ ցանկացած ծավալի հստակ սահմանված գնի պայմաններում իրենք պատրաստ են գյուղացից վերցնելու եւ դրանով մենք լուծում ենք մթերման խնդիրը։ Այսինքն լրացուցիչ նաեւ խթան է դա հանդիսանում, որպեսզի հաջորդ տարին իր գործունեությունը ավելի ընդլայնի գյուղացին, որտեղ կա մթերման կայան, կա հստակ սահմանված գին եւ ցանկացած ծավալի բերք իրացման խնդիր չի ունենալու։ Այդ ծրագիրը վերաբերում է կոնկրետ այդ կետին։ Ձեր հաջորդ կետով անդրադարձ եք կատարում նաև
մատչելի բնակարանային ծրագրերին ինչ դեր կունենա այն տնտեսական ծավալում, հա, տնտեսական պատկերում եւ սրանով ինչ եք ուզում անել, որն է նպատակը։ Մենք ասում ենք 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Այսինքն այստեղ գործ ունենք պետական աջակցության հետ եւ 20,000 բնակարանները դա նախնական փուլում։ Ինչը սա իրենից ենթադրում։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում նորակառույց, ուրեմն շենքերում բնակարաններ բավականին թանկ գների են։ Երբեմն մարդիկ մտածում են ստանալով մի քանի 100,000 աշխատավարձ գնում են, փորձում են ձեռք բերել այդ բնակարաններից որևէ մեկը եւ հանդիպում են աստղաբաշխական թվերին կամ անընդհատ աճող գներին։ Ինչ ենք մենք առաջարկում այս ծրագրով։ Հիմա դուք կարող եք ասել, որ հազարավոր բնակարաններ հիմա էլ են կառուցվում։ Իհարկե կառուցվում են, բայց որքանով են այդ հազարավոր բնակարանները հասանելի իրական պահանջարկ ունեցող մեր քաղաքացիներին։ Երբ որ գնում ես ձեռք բերելու բնակարանը, տեսնում ես, որ 1 քառակուսի մետրի արժեքը աստղաբաշխական թվերի է հասնում։ Մենք առաջարկում ենք, որ անվճար հատկացնելու ենք հողատարածք կառուցապատողին, անվճար ասելով հողատարածքի կոմունիկացիոն նախնական բոլոր խնդիրները լուծում ենք, դրանք են ճանապարհի, կոյուղագծերի, հոսանքի, գազի եւ շենքի կառուցման հիմքի հետ կապված աշխատանքները։ Մեր կառուցապատողներից կամ շինարարության ոլորտի մեր քաղաքացիները շատ լավ գիտեն, որ ցանկացած շինարարության կամ շենքի կառուցման համար ամենամեծ զգայուն ծախսերը դրանք հիմքային եւ կոմունիկացիոն ծախսեր են։ Շինարարի հետ համաձայնություն պայմանագիր է կնքվում, որ անվճար հատկացնելով այդ կոմունիկացիաներով հողերը, իրենք կառուցում են բնակարան եւ սահմանելու են բնակարանի 1 քառակուսի մետրի գնային վերին շեմը, որը մարդը ի սկզբանե կիմանա եւ շինարարն էլ կիմանա, որ դրանից ավել գնով այդ բնակարանը չի կարող վաճառվել եւ ելակետում այն հարմար է լինելու իրական պահանջարկ ունեցող մեր քաղաքացիներին, հատկապես այն ընտանիքները, որտեղ ունեն 2 եւ ավել երեխաներ եւ ընտանիքը մեծանում է, պետք է նոր բնակարան ձեռք բերել, այդ խնդրի առաջ են կանգնում, վստահեցնում են, որ այս ծրագրի շրջանակներում բազմաթիվ մեր քաղաքացիները մատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորություն են ունենալու։ Տնտեսական ծրագրերը ամփոփելով ասեմ հետեւյալ է, որ ինչի է Սամվել Կարապետյանը հենց 5 տնտեսական քայլերի մասին խոսել, որովհետև այս քայլերի հիմքում դուք տեսնում եք, որ բոլոր ծրագրերը բխում են մեր ազգաբնակության շահերից, բոլոր ծրագրերի իրականության դառնալու արդյունքում շահելու է եւ պետությունը, եւ տնտեսությունը, եւ քաղաքացին։ Ծրագրերը իրատեսական են այնքանով, որ ծրագիր առաջարկողը Սամվել Կարապետյանը ունի տասնամյակների հաջողված փորձ, անցած ճանապարհ, տնտեսական հաջողություններ արձանագրելու առումով։ Այդքանը։ Շատ լավ, պարոն Բադոյան, եւ ամփոփելով մեր զրույցը, ինչու պետք է ուժեղ Հայաստանի 5 տնտեսական քայլերին մեր հեռուստադիտողները, ձեր համակիրները վստահեն։ Խնդրեմ ձեր ասելիքը կարող եք։ Մեր հարգելի քաղաքացիներին փորձեմ շատ հակիրճ ասել, որ մեր ծրագիրը համոզիչ է եւ իրատեսական այնքանով, որովհետեւ այս ծրագիրը առաջարկում է մի մարդ իր տնտեսական քայլերով Սամվել Կարապետյանը, ով տասնամյակների հաջողված փորձ եւ անցած ճանապարհ ունի տնտեսական ոլորտում եւ մարդ, որը տասնամյակների արդյունքում ապացուցել է, որ իր ինքը կարող է տնտեսական լուրջ հաջողությունների հասնել եւ մարդ, ով կամեցող է, մարդ, ով որ բազմաթիվ այս տարիների ընթացքում մնայուն արժեքներ է ստեղծել մեր հասարակության համար։ Վանաձորի նորակառույց ժամանակակից ծննդատունը լավագույն օրինակ է այն բանի, որ Կարապետյանների ընտանիքը ցանկացած ժամանակահատվածում կարևորել են կարևորագույն սոցիալական այն ուղղությունները, կառույցները, որոնք անհրաժեշտ են մեր հասարակության համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության Վանաձորի գրասենյակներից մեկի ղեկավար Տիգրան Բադոյանի հետ։ Շնորհակալություն։
Շնորհակալություն ուշադրության համար։